Ողջույն իմ շատ սիրելի մեղրասեր եւ մեղրակեր հետևորդներ։ Անձնական նամակներով շատ եք գրում ու հարցնում եք ինչպես տարբերել է մայր մեղվին։ Գնացենք սիրելիներս, այսօրվա հոլովակը նվիրված է հենց Թագուհի մեղվին։ Իսկ սա իմ թագավորությունն է։ Սիրելիներս, մայր մեղուն իր չափերով միանգամից աչքի են գնում։ Ուրեմն սիրելի հետևորդներ, նայեք, այստեղ մայր մեղուն է, նշված է վրան, Թագուհի մեղուն է։ Ինչպես տեսնում եք, ի տարբերություն աշխատավոր մեղուների, չափսերը միանգամից աչքի են ընկնում։ Մարմինը փայլուն է, իսկ պոչը երկար։ Սիրելիներս, մայր մեղուն ունի 200 ձվարան, պատկերացնում եք, եւ բեղմնավորման համար իր ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ անգամ է դուրս գալիս թռիչքի փեթակ։ Բեղմնավորվում է միանգամից 18 արու բոր մեղվի հետ։ Բեղմնավորումից հետո ուշադրություն, խնդրում եմ, կանխավասում եմ, նյարդերից թույլ տղամարդիկ հեռանան էկրաններից, մայր մեղուն բեղմնավորումից հետո պոկում եւ իր հետ է տանում արու մեղվի, բոր մեղվի սեռական օրգանը, որից հետո բնականաբար բորը մահանում է։ Եվ այս ձվաբջիջները բավական են իր ողջ կյանքի 5 տարվա համար, որ նա օրական 2000 ձվարկի։ Ի տարբերություն աշխատավոր մեղվի, մայր մեղուն իր ողջ կյանքի ընթացքում միայն մայրակաթով է սնվում, այլ կերպ ասված թագավորական դոնդով։ Եվ մայր մեղուն ապրում է մինչև 5 տարի, իսկ աշխատավոր մեղուն 35-ից 45 օր է ապրում։ Ի տարբերություն աշխատավոր մեղվի, մայր մեղուն մի դեպքում է խայթում, երբ միևնույն փեթակում մեկ այլ մայր է հայտնվում, օրինակ ձագատենտի կամ մայր փոխելու ժամանակ։ Նրանք մահացու պայքարի մեջ են մտնում։ Սիրելիներս, եթե ձեզ հետաքրքիր են նման տեղեկատվական հոլովակները, ապա ուղղակի մեկնաբանության հատվածում գրեք, թե հաջորդներ ինչ թեմայի մասին կուզեիք, որ խոսեի։ Գնա։ Դե ինչ, կերեք իմ մեղր, եղեք առողջ, իսկ մենք դեռ կհանդիպենք։